Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտոնյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 25-ն է 2026 թվական։ Մինչ մեր հիմնական նյութերին անցնել ուղղակի հիշեցնեմ, որպես հրապարակային գործիչ պարտավոր եմ ձեզ տեղյակ պահել ինչ է կատարվում։ Հիշում եք, խոսել ենք այդ մասին, որ Արա Պապյանը ինձ դատի էր տվել, հերքում էր պահանջում եւ 6 միլիոն դրամ, որ իրան համարել եմ ծախված, արդեն մեր փաստաբանական խումբը պատասխանել է հայցին, նամակը ուղարկել է դատարան եւ դատարանն արդեն նշանակել է դատի օրը սեպտեմբերի 2-ին ժամը 9:30, այսինքն կլինի առաջի դատական նիստը։ Դե ինչ, աշխատանքները գնում են, մերոնք բարեխիղճորեն իրանց գործը կատարում են, կտեսնենք ընթացքում ինչ է կատարվում, այս պահին դուք պարբերաբար ինձ ասում եք, եթե օգնության հարց կլի դիմեք, ասեմ ձեզ, որ այս փուլում դրա կարիքը չկա, մարդիկ իրանց աշխատանքը անում են, մնացածը ընթացքը կերևա, եթե ինչ-որ հարցում զգամ ձեր օգնության կարիքը կա, կասեմ, այս պահին դեռ չէ, շնորհակալ եմ հոգատարության համար, որ պարբերաբար հիշում եք ու հիշեցնում եք։ Հիմա տեսնենք, Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է նոր առևտրային մոդել, որն ուղղված կլինի իրանական բնական գազի արտահանման ծավալների ընդլայնմանը դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է իրանական ՏԱՍԻՄ գործակալությունը, վկայակոչելով Իրանի նավթի նախարար Մոհսեն Մահնեջադի հայտարարությունն արված Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյանի հետ հանդիպմանը։ Իրանական աղբյուրի փոխանցման Փաքնեջադը հավելել է, որ առաջարկի իրականացման համար անհրաժեշտ է համակողմանիորեն գնահատել առկա ենթակառուցվածքները և Հայաստանը որպես տարածաշրջանային տարանցիկ միջանցք օգտագործելու միջոցով հայկական շուկայից դուրս գազի առևտրի ընդլայնման նպատակահարմարությունը։ Իհարկե սա շատ կարևոր է մեզ համար, ասել, որ այս հայտարարությունից հետո անմիջապես այդ հարցը կլուծվի, իհարկե դա այդպես չի, որովհետև գիտենք, որ գծերի խնդիր է, խողովակաշարերի խնդիր է, գիտենք, որ ժամանակին, երբ որ Իրանը Հայաստանին գազ էր մատակարարում, դիմացը վերցնելով էլեկտրաէներգիա, ամեն ինչ արեցին դեռ Ռոբերտ Քոչարյանի ժամանակվանից սկսած, որ տրամագիծը այդ գազամուղի լինի փոքր, որպեսզի հանկարծ դա տարանցիկ գազամուղ չդառնա, այսինքն հանկարծ պատահաբար իրանական գազը Հայաստանի միջոցով ուրիշ տեղ չվաճառվի և դրանից հանկարծ Հայաստանը օգուտ չունենա, որովհետև այդ դեպքում դա կպակասեր Ռուսաստանի օգուտներից, դե մենք ուրիշ ինչ պետք է սպասեինք Ռոբերտ Քոչարյանից, այնպես չի, որ Սերժ Սարգսյանն էլ հետ մնաց այդ հարցում, այսինքն ոչ միայն ինքը չմտածեց, որ կարելի է նոր գազամուղի հարց լուծել, այլ նաև մտածեց ոնց անենք, որ այդ խողովակաշար այդ ամեն ինչ անցնի Գազպրոմին և Գազպրոմի բաժնեմասն էլ անցավ են, հայկական մասն էլ անցավ Գազպրոմին, հետագայում, որի արդյունքում ստացվեց այնպես, որ եթե Ռուսաստանը չցանկանա, մենք այդ գազը չենք էլ կարող ստանալ։ Այսինքն իհարկե սա շատ լավ է, որ դա է որպես տարանցիկ ճանապարհ այդ հարցը քննարկում է, որովհետև դա ժամանակին քննարկված հարց էր և ինչու պետք է դա չլինի։ Բայց դրան ժամանակապետք, հետևողական քայլեր են պետք և սա նույնպես հիմա սա էլ հարց է, որ տեսնում ենք Ռուսաստանը վաղն էլ դրանով է շանտաժանելու, իսկ մենք պատրաստ ենք այդ այլընտրանքին, պատրաստ ենք կարողանանք այդ ու նույնիսկ եթե իրանական գազը պատկերացնենք, որ ինչ-որ չափով կարող է թանկ լինել կամ այս կողմ կամ այն կողմ, միևնույն է այն սկզբունքը, որի համար դու վճարում ես, կարող է ինչ-որ ժամանակ նաև թանկ վճարես, թեպետ այնպես չի, որ Իրանի հետ մենք չենք կարող համաձայնության գալ, եթե առավել ևս, որ դա տարանցիկ խողովակաշար լինի, այդ գումարներից կկոմպենսացվի նաև գների տարբերությունը, թեպետ ուղղակի այն ժամանակ էլ Հայաստանի իշխանություններն ասում են իրանականը թանկ է, իմաստ չունի քննարկել, դրա համար չենք էլ քննարկում, ու մենք այդպես էլ չիմացանք, իրանք լավ բանակցել են, կարողացել են նորմալ գնի վրա կանգնեն, թե պարզապես չէին կարող ռուսական ազդեցությունից դուրս գալ և դա էր պատճառը, որ Գազպրոմի հետ ստրկացուցիչ պայմանագիր կնքվեց, էդ էլ արդեն Սերժ Սարգսյանի ժամանակ, մի խոսքով այդ ամեն ինչի միջով անցել ենք, եթե սա ստացվի,
գոնե այսօր քաղաքական որոշման մակարդակով հետագա քայլերը հետևողականարվի, որովհետև նույն է իմանայինք գյուղմթերքի հետ կապված քաղաքական որոշումը կայացված է Եվրամիության կողմից, ընդառաջ քայլն արված է, Հայաստանի իշխանություններն ասել են այո, պատրաստ ենք ուզում ենք համագործակցենք, բայց այն տակի քայլերը, որը պետք է ժամանակին արված լներ, արված չեն եւ ինչ դժվարությամբ է հիմա այդ վիճակը հաղթարում, մեկի մոտ ապրանք է փչանում, մեկի մոտ չգիտես սերտիֆիկատի խնդիր է, լիցենզիայի խնդիր է, երթուղիների խնդիր է, լոգիստիկ խնդիրներ է, շատ հարցեր կան, որովհետև մենք դրանք ժամանակին մեր տնային աշխատանքը չէին կարել հաշվի առնելով, որ կարող է նման հարց առաջանա։ Հիմա հո գիտենք, որ վաղ թե ուշ կարող է Ռուսաստանի հետ նման հարց առաջանա։ Այնպես որ եթե այսօր քաղաքական որոշման մասին հայտարարվում է դեռ Ռուսաստանի հետ խնդիրը չի հասել դրան, դա նշանակում է, որ մենք հնարավորություն կունենանք գոնե հասցնենք այդ իրավիճակում նորմալ լուծում գտնելու։ Հետագայում եթե էլի հարցեր կլինի այս ուղղությամբ, կանդրադառնանք։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում, հիմնականը գիտեք Ուկրաինա, Իրան, բայց հիմնականը ուկրաինական պատերազմն է, որի արդյունքում դա արդեն իրանականը կդառնա ածանցյալ։ Հիմա տեսնենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իհարկե մինչև դրան անցնել է հիմա իմանանք թե ում հետ ենք այս ծանր ճանապարհը անցնում։ Դոնալդ Թրամփը կրկին կատակով չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությունը։ Ինչպես իմ նախագահության դեպքում երկրորդ ժամկետը միշտ ավելի հաջող է ստացվում։ Ամեն անգամ այդպես է լինում, իսկ երրորդ անգամ կլինի ավելի լավ։ Ես պարզապես կատակում եմ, հապլել է Թրամփը։ Իսկ ավելի ուշ ելույթի ընթացքում Թրամփը եւս մեկ անգամ հայտարարեց, որ առաջադրվելու է ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրություններում, որոնք նախատեսված են 2028 թվականին։ Այդ պահին նա կրել է Թրամփ 2028 գրությամբ կարմիր գլխարկ, ինչը ծիծաղ է առաջացրել ներկաների շրջանում։ ԱՄՆ նախագահը կրկին ընդգծել է, որ դա լուրջ հայտարարություն չէ եւ ինքը պարզապես կատակում է։ Բայց մի քիչ էլ կատակը առաջ գնացել, Դոնալդ Թրամփն ասել է, ես հայտարարում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում 4-րդ ժամկետում առաջադրվելու իմ մտադրության մասին, ես հաղթել եմ 3 անգամ եւ պատրաստվում եմ կրկին անել դա։ Դուք պատկերացնում եք, չէ՞ ոնց է ինքը մխկտում, որ ինքը լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, պետք է այդ պաշտոնին հրաժեշտ տա, այն դեպքում, երբ որ ինքը հիմա 80 տարեկան է, 2 տարի հետո 82 տարեկան, այնուամենայնիվ ցանկանում է 3-րդ ու 4-րդ անգամ լինի։ Մարդը դարձել է ԱՄՆ-ի նախագահ, բայց չի պատկեր։ Գնացել է հիմնադիր հայրերի հետ նույն անձնագիր է տպում 250-ամյակի հետ կապված անկախության, մի կողմը հիմնադիր հայրերը, մի կողմը ինքը, դնում է 250-ամյակի հետ կապված $1 վրա իր նկարն է դնում, որ փայ մտնի էլի հիմնադիր հայրերի արածին, բայց այդպես էլ տարին ու ոգուն համապատասխան մի բան անգամ չի անում։ Հիմնադիր հայրերից առաջինը գեներալ Վաշինգտոնը ինքը պաշտոնապես հրաժարվեց իր ուղերձով, որ ասեց ոչ, կարևորը անձնական ամբիցիան չի, կարող է պետության շահանա, որովհետև անհատի վրա դա պետք է կառուցած չլինի, մենք հանրապետություն ենք, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այսինքն մարդը լինի փոփոխելի եւ այդ ամեն ինչը մարդկանց համար դառնա օրինակ։ Շատ ենք այդ մասին խոսել, Ջոն Ադամսն էլ մի անգամ պաշտոնավարեց, Թոմաս Ջեֆերսոնը 2 անգամ եւ այլն։ Այսինքն Դոնալդ Թրամփը չի հաշտվում այդ մտքի հետ, Ժորժ ջան, մարդը Ամերիկայի նախագահը դառել է, այդ արժեքների գրող պետք է լիներ, բայց չի հաշտվում էլի։ Հիմա ինչ անենք, մի հատ կղզի վերցրեք, անունը դրեք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, տարեք ասեք դու ստեի թագավորն ես։ Թագավորի թագնել դիր գլխիդ գնա վայելի, միլիարդ հատեր մարդ ես էլի։ Ախր ոնց կարելի է ամեն օր սենց ամեն օր ցույց տաս, որ դու այդքան բարդույթավորված ես։ Լա աշխարհը ինչքան խնդիր է քեզանից սպասում։ Ու այդ որ ասма կատակ եմ անում, ինչ կատակ։ Մինչև այդ ինքը որ նոր էր ընտրվել, իր թիմակիցներն անգամ մտածում էին, որ կարանք ձև գտնենք, որ իրան անցկացնենք։ Այն էլ իրանց կարծիքով ձևը նա էր, որ 28 թվականին J.D. Vance-ը դառնար նախագահ, ինքն էլ դառնար փոխնախագահ, J.D. Vance-ը հրաժարական տար, այդ ընթացքում ինքը դառնար նախագահ, այդ դեպքում ինքը սահմանադրություն չէր խախտի։
Իհարկե դրա մասին ենք խոսել, որ դա կոպտագույն սխալ է եւ տառացիորեն անգրագիտություն, դա նշանակում է, որ ուղղակի այն մարդիկ, ովքեր այդ խորհուրդը տալիս էին Դոնալդ Տրամփին, գոնե հրապարակային այդ մասին չասեին, խայտառակ լինեին, որ իրանք Ամերիկայի օրենսդրությունը չգիտեն, որովհետեւ եթե 22-րդ հոդվածը փոփոխությունը, որը արվեց սահմանադրության, որոշում է, որ մի մարդը երկու անգամից ավել չի կարող լինել, չի կարող լինել եւ հերթականությամբ եւ դրանից հետո ոչ թե երկու անգամից հետո մի հատ էլ կար, ուղղակի երկու անգամից ավել լինել չի կարող։ Ու եթե ինքը նույնիսկ լինի փոխնախագահ, որի ընթացքում նախագահը չկարողանար պաշտոնավարման ամբողջ ժամկետով աշխատել, փոխնախագահը ավտոմատ կերպով դառնում է նախագահ, ոչ թե դառնում է նախագահի պաշտոնակատար մինչև ժամկետի ավարտը։ Նա լիարժեք դառնում է նախագահ, նախագահի ամբողջ ինստիտուտներով, լիազորություններով։ Դա նշանակում է, եթե սահմանադրությունն ասում է երրորդ անգամ չես կարող, երրորդ անգամ չես կարող լինել նաև փոխնախագահից ավտոմատ նախագահ դառնալով։ Այնպես դրա մասին էլ ենք էլի խոսել, հետո հասկացան, որ դա էլ չի լինում, հիմա մնացել է մենակ ինքը իր վրա կատակ անելը, բայց որ նայում ենք, այն ինչքան խնդիր կա այս մոլորակի այս Տրամփի լուծելու, արդեն հիասթափվում ենք, էլի ասում ենք լավ, ում վրա ենք հույս դրել։ Դոնալդ Տրամփ Եվրոպական միությունը կրկին գործի է դրել եւ ինչպես միշտ այն հատուկ թիրախավորում է ամերիկյան հրաշալի ընկերություններին։ Այն բանից հետո, երբ նրանք անսպասելիորեն տուգանեցին Apple-ին 15 միլիարդ դոլարով, Meta-ին 3 միլիարդ դոլարով, Amazon-ին 2.5 միլիարդ դոլարով եւ շատ ուրիշներին, մեզ նոր տեղեկացեցին Google-ը իսկապես նորարարական ընկերությունը տուգանվել է եւս 1 միլիարդ դոլարով առանց որևէ բացատրության։ Սա Google-ի ընդհանուր տուգանքները հասցնում է ավելի քան 18 միլիարդ դոլարի։ Այս անօրինական եւ խորապես խտրական գործելակերպը նման չափերի հասավ քնկոտ Ջո Բայդենի վարչակազմի առաջին տարում, բայց այն չի շարունակվի Թրամփի վարչակազմի օրոք։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրոպայի համար խնայատուփ չէ եւ մենք թույլ չենք տա, որ նրանք այսպես վարվեն մեզ հետ։ Եվրամիությունը շատ բարձր գին կվճարի այս անօրինական եւ խիստ անբարոյական վարքագծի համար, որի մասին ես բազմիցս զգուշացրել եմ նրանց։ Տուգանքները լիովին կվերացվեն եւ մենք ակնկալում ենք շատ մոտ ապագայում դրանց նկատմամբ նշանակալի տուրքեր սահմանել, նշել է Տրամփը։ Այսինքն Տրամփը այնուամենայնիվ ամերիկյան ընկերությունների հետ կապված, եթե նրանք Եվրոպայում չպետք է հետևեն օրենսդրության, այսինքն եթե Եվրոպան օրենքի սահմաններում պահանջի, որ պետք է կատարեք այդ պահանջները, նրանք չկատարեն, Դոնալդ Տրամփն ասում է, ձեր վրա ուրիշ ճնշում կգործադրեմ, որպեսզի դուք հրաժարվեք ձեր օրինական պահանջից։ Սա իհարկե լավ բանի չի տանում, որովհետև այս ընթացքում մառավել եւս Եվրոպայի հետ գնալ կոնֆլիկտի, այն դեպքում, երբ որ Դոնալդ Տրամփը խնդիր ունի միջև հիմա Իրանի հարցը չի լուծել, դեռ Ռուսաստանի հետ կապված հարցը չի կարողանում կողմնորոշվել, հիմա ինչ անի, փրկի Պուտինին, թե այնուամենայնիվ թողի Պուտինը կործանվի եւ այդ ընթացքում նաեւ հասկանա ինչ անում Չինաստանի հետ, հիմա նորից խնդիր է առաջացնում Եվրոպայի հետ։ Տեսեք ինձանից առաջվանը թույլ է, քնկոտ է, այս տեսեք ինչ ժիր ու աշխույժ եմ, տեսեք ես ինչ եմ անելու։ Ավելի վատ բան Ամերիկայի շահերի համար, քան այսօր գնալ առճակատման Կանադայի հետ, Եվրոպայի հետ, ուղղակի դժվար է պատկերացնել։ Եվ իդեպ սա հարցի լուծում չի լինելու, սա արդյունք չի տալու։ Բացի վնասը։ Իսկ հիմա գիշերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են օդային բազմավորման բարձր ճշգրտության զենքով եւ հարվածային անօդաչու թռչող սարքերով խմբակային հարվածներ հասցնել Ուկրաինային։ Նիկոլաևը նավահանգստում բեռնաթափման պահին խոցվել է չորաբեռնատար նավ, որը Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված բեռներ էր հասցնում երկրին։ Իսկ ուկրաինական դրոնները հարվածներ են հասցրել Եկատերինբուրգի, Վալդորից պահեստին, Բելգորոդի լոգիստիկ պահեստների եւ Էնգելսում գտնվող զորանոցների։ Իհարկե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էր որոշ պարզաբանումներ արել, թե ինչ է կատարվել գիշերը, այս գիշեր մեր զորքերը օբյեկտներ են թիրախավորել Ռուսաստանի տարբեր մարզերում։ Հարվածներ են հասցվել Կիրովի ձեռնարկությանը, որտեղից մատակարարում են այն միջոցների բաղադրիչները, որոնցով Ռուսաստանը հարվածում է մեր մարդկանց։ Ուկրաինայի պետական սահմաններից հեռավորությունը մոտ 1200 կիլոմետր է։
Հարվածներ են հասցվել նաև Տյումենի նավթավերամշակման գործարանին, Եկատերինբուրգի լոգիստիկ օբյեկտին և Ռոստովի վառելիքաշուկային նյութերի պահեստին։ Հարվածներ են հասցվել Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական բեռների փոխադրման ներգրավման նավերին, ինչպես նաև ռազմական նավ։ Բացի այդ, Ռոստովում խոցվել են S-400 համակարգի ռադիոտեղեկման կայան, Տոր M2 զենիթահրթիռային համալիր, Պոլե 21 էլեկտրոնային պայքարի համալիր և FPV անօդաչուների պահեստներ։ Սա հանգամանորեն ներկայացրել է Ուկրաինայի նախագահը, որ ցույց տա, որ բավական ծանր հարվածներ են հասցվում Ռուսաստանին, մանավանդ ռազմական օբյեկտներին և նրա արսենալին բավական լուրջ հարված է հասցվում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները որակել է որպես հարձակում Ռուսաստանի, Ղազախստանի և ԱՄՆ-ի վրա։ Թրամփի վարչակազմը Կասպյան խողովակաշարի կոնսորցիումը դիտարկում է որպես Ղազախստանից եվրոպական շուկաներ էներգամատակարարման կարևորագույն խողովակ։ Այսինքն հիմա ամերիկացիները գտնում են, որ պետք չէ, որ ուկրաինացիները հարվածեն, հիմա Պեսկովն ասում է, տեսեք, ամերիկացիներին եք հարված հասցրել, իրանց ասածին, իրանց շահերին, այսինքն նենց տղա է բերում էլի Ուկրաինայի վրա։ Այսինքն սա ցույց է տալիս, որ իրանց վիճակը սա է, այսքան ամբողջ հարվածների մեկ, այդ մեկի հետ կապված Ամերիկան բաներ ասել, տեսեք, ձեզ էլ չի լսում, էլի։ Էսա իրանց ուժը, էսա նրանց մակարդակը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի, այո, ես պատրաստ եմ գալով Ալաձև աշխատասենյակ կամ Մար-ա-Լագո խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու։ Դա կախված է Թրամփից։ Իհարկե արդեն տարածվեց, որ եկող շաբաթ այդ հանդիպումը բարձր մակարդակի տեղի կունենա։ Ալաձև աշխատասենյակը նախագահի Սպիտակ տան աշխատասենյակն է, Մար-ա-Լագոն նկատի ունի սեփական տարածքը Մայամիում Դոնալդ Տրամփի կալվածքը, որտեղ նաև էլի տենց հանդիպումներ ունենում է։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հասկացել է, որ Ռուսաստանը շահագրգռված չէ պատերազմը դադարեցնելու հարցում, իսկ Ուկրաինան ցանկանում է հնարավորինս արագ հասնել արդար և կայուն խաղաղության։ Ուկրաինայի նախագահի խոսքով իր և Թրամփի միջև փոխըմբռնումը զգալիորեն խորացել է վերջին ամիսներին, մասնավորապես Վատիկանում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Զելենսկին նաև ընդգծել է, որ Կիևը շարունակում էր աշխատել ԱՄՆ-ի հետ Ռուսաստանին պատերազմի դադարեցման ուղղությամբ ավելի մեծ ճնշման ենթարկելու նպատակով։ Վատիկանի հանդիպումը, հիշում եք, այն անհաջող հանդիպումից հետո էր, Օվալաձև աշխատասենյակում հանդիպումից հետո, երբ որ վիճաբանություն առաջացավ Թրամփի, Զելենսկու և փոխնախագահ Ջեյ Վենսի, եւ որից հետո շատ լարված սպասում էին, թե ինչ տեղի կունենա Վատիկանում, անգամ Էմանուել Մակրոնը փորձեց որպես միջնորդի դեր խաղա, որ կանգնած եմ թիկունքին Զելենսկու, բայց Դոնալդ Տրամփը արդեն հասկացավ, որ Զելենսկու դեմ իր վերաբերմունքը ինչ վատ արձագանք ունեցավ անգամ Ամերիկայի հասարակության մեջ, ու ցույց տվեց Զելենսկուն, ներողություն, Էմանուել Մակրոնին, որ դու մի կողմ քաշվի, այսինքն մենք երկուսով մեր հարցերը կլուծենք, եւ հավասարի երկու աթոռին նստեցին։ Իհարկե Զելենսկին նորից եկավ ոչ կոստյումով եւ փողկապով, ցույց տալով, որ եթե ես ասել եմ, որ դա մինչև պատերազմի ավարտը այս հանդերձանքով եմ լինելու, ուրեմն պետք է տենց էլ լինի, այսինքն չեմ զիջելու, չեմ կոտրվելու։ Եվ հիմա ուզում եմ ասի, որ այն ժամանակվա հանդիպումը բավական օգտակար էր եւ փոխըմբռնման տեսանկյունից հիշեցնում է դրա մասին։ Ես էլ հիշեցի, թե իդեպ այդ ընթացքում ինչ էր կատարվում։ Վոլոդիմիր Զելենսկին խոսելով այն մասին, թե ինչ է ստանում ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցելու դիմաց, նշել է. Ամերիկան անգնահատելի փորձ է ձեռք բերել այս պատերազմի ընթացքում։ Բոլոր ամերիկացի գեներալներն արդեն հասկացել են սա։ Ամերիկան այս փորձը ձեռք է բերել առանց դրա համար զինվորների կյանք վճարելով։ Մենք հասկացանք, առանց ձեր փորձի Ամերիկային 10-20 տարի կպահանջվեր այս մակարդակին հասնելու համար։ Այսպիսով Ամերիկան ձեռք է բերել բացարձակապես եզակի մի բան։ Մեր անօդաչու թռչող սարքերի գործարքը փոխշահավետ համագործակցություն է։ Մենք հսկայական գործարան կկառուցենք ԱՄՆ-ում։ Այսինքն որ ռազմի դաշտում շատ ենք խոսել այդ մասին, որ Ուկրաինան ապացուցեց եւ նաեւ բարձրացրեց ամերիկյան զենքի հեղինակությունը, դա վերաբերում է գործնականում բոլորին։ Հայմարսին էլ, Ատակամսին էլ, Ջևելինին էլ,
Նասամսին էլ, բոլորին, Պատրիոտին էլ, F-16-ներին էլ, բոլոր հարցերում Ուկրաինան ցույց տվեց, թե իրանք ինչ կռվող են եւ հետեւողականորեն ինչպես են պայքարում, այն դեպքում, երբ որ այդ բոլորը տարբեր տեղեր Ամերիկան օգտագործել է եւ շատ դեպքերում նաեւ դժգոհ է մնացել։ Այն աշճանի դժգոհ, որ թվում էր, որ արդեն դրանց ժամանակն անցել է։ Իսկ այդ անցած ժամանակով այդ ամեն ինչով Ուկրաինան շատ հաջող ձևով կռվում է։ Իսկ հիմա շարունակենք, դուք այժմ ունեք անօդաչու թռչող սարքեր եւ մեր մշակումները թույլ են տալիս մեզ հարվածել թիրախներին ավելի քան 3000 կիլոմետր հեռավորության վրա, իսկ այս տարի կունենանք 4000 կիլոմետր հեռավորությամբ, հաջորդ տարի 5-ից 10000 կիլոմետր, անօդաչու թռչող սարք 5-ից 10000 կիլոմետր։ Ուկրաինայում մինչև 10000 կիլոմետր հեռավորության դրոնների հայտնվելուց հետո Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան հարվածներ հասցնել Ռուսաստանի ամբողջ տարածքով, ներառյալ Մագադանը, Չուկոտկան, Կամչատկան եւ Սախալինը։ Այսինքն սա նաեւ ինչ է համար է ասում Վոլոդիմիր Զելենսկին։ Չկա որևէ տարածք Ռուսաստանում, որը խոցելի չլինի։ Խեթներդ գլուխները թավակեք, եկեք ժամ առաջ գնանք խաղաղության, եթե չենք գնում խաղաղության, ուրեմն իմացեք, մենք խփելու ենք անգամ ամենահեռավոր վայրերին Ռուսաստանի։ Չի լինելու միտեղ, որտեղ ռուս բնակիչը իրան ապահովս կա։ Քանի կար կռիվը Ուկրաինայում էր, մարդիկ իրանց համար ասում էին, շատ լավ է թող գնան հողերը գրավեն։ Մինչև իրանց գլխին հարված չկերան, ասին այս պատերազմը մեր ինչին ապեք։ Հիմա ինչ որ տեղեր էլ կան, դեռ իրանք հարված չեն կերել, դեռ նրանք էլ լրջորեն չեն պատկերացնում, թե ինչի տակ են մտել։ Հիմա դրա համար ասում եմ իմացեք, որ այլևս տարածք չի ելնելու, որին չենք կարողանալու խոցենք։ Զելենսկու խոսքով ուկրաինական հեռահար անօդաչու ծրագրի զարգացումը թևակողում է նոր փուլ։ Ուկրաինան արդեն ԱՄՆ-ին է փոխանցում ծովային, օդային եւ հեռահար անօդաչու սարքերի կիրառման եզակի մարտական փորձը։ Այնպես որ տեսնում եք, որ ինչ փուլ ենք մտել, Ռուսաստանը իհարկե այնուամենայնիվ ուզում է ցույց տա, որ չէ, մենք մինչև վերջ մեր նպատակներին պետք է հասնենք, թե այդ ոնց եք ձեր նպատակներին հասնում, չգիտենք, բայց եւ միևնույն ժամանակ բավական ծանր հարվածներ են ուտում, ոչ միայն այս հեռահարությամբ Ուկրաինան ցույց է տալիս, որ խփելու եմ ամբողջ տարածքին, այլ նաև ամեն անգամ ասում եմ, մի հատ հաջորդ սյուրպրիզը կարող է լինի։ Երեք վառելիքաէներգետիկ ռեսուրսներին էր վերաբերում նավթավերամշակման գործարաններին, այսօր վերաբերվում է պահեստներին, վաղը կվերաբերվի մեկ ուրիշին, հետո շուտ կգանք նորից այն մյուսներին։ Չի լինելու, որ դուք հանգիստ զգաք ձեզ, գնացեք խաղաղության։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. Ես զենք եմ վաճառում ոչ թե Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի երկրներին։ Նրանք վճարում են լրիվ արժեքը, իսկ թե ինչպես են այդ զենքը բաշխվում, հետագայում ես գաղափար անգամ չունեմ։ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված Pearl նախաձեռնությունը չի նախատեսում նահանգների կողմից Ուկրաինային ուղղված ռազմական աջակցության ցուցաբերում։ Այն ենթադրում է, որ Կիևի համար ամերիկյան զենքը գնում են եվրոպական երկրները։ Որտեղ այդ խնդիրը առաջացել էր, Ամերիկայի Միացյալ Նահանգները զենք է տալիս Ուկրաինային, Դոնալդ Թրամփն էլ ասում է, ես զենք չեմ տալիս, ինձանից առնում են, ես զենք վաճառում եմ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, նրանք էլ վերցնում են զենքը ինչ ուզում են, դա էլ անում են, նրանք ազատ են դա անելու հարցում։ Ինչից այս խոսակցությունը առաջացավ, որովհետև Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանին եւ Չինաստանին ասել էր հանկարծ Իրանին զենք չտաք։ Երկուսն էլ հավաստիացրել են, որ մենք Իրանին զենք չենք տալիս, չենք էլ տալու։ Հիմա դրանից հետո Ռուսաստանը փորձեց գոնե մի հատ ակնարկի, բա լավ, դե եթե մենք Իրանին զենք չենք տալի, բա դու Ուկրաինային ինչ ես տալիս։ Դոնալդ Թրամփն էլ ասում է, ես Ուկրաինային զենք չեմ տալիս։ Ես այդ զենքը վաճառում եմ, առնողը առնում է, ում ուզում է տալիս։ Այսինքն դու հավասարության նշան մի անցկացնի Իրանին զենք տալը եւ Ուկրաինային զենք վաճառելը, մանավանդ մենք նրա Ուկրաինային չենք վաճառում։ Այսինքն սա պատասխան է Ռուսաստանի ակնարկին։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկայևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է. Թերևս արդեն արժե սարեցնել այս հակամարտությունը եւ վերադառնալ Ստամբուլյան բանաձևին, քանի որ այնտեղ զգալի արդյունքներ էին ձեռք բերվել։
Իհարկե այն որ պետք է պատերազմը դադարեցնել եւ բարեկամաբար Կասիմ Ժոմարտ Տոկաևը Պուտինին ասում է այս պատերազմը վերջացրու, լիովին ընդունում եմ, համաձայն եմ, որ ինքը ճիշտ է ասում, որովհետեւ հասկանում է, որ ամեն օրը կործանարար է։ Իմաստը որն է, երբ որ ծայրը չի երևում այս պատերազմի եւ Ռուսաստանը այս պատերազմում հաղթելու որևէ շանս չունի։ Բայց ուրիշ խնդիր կա։ Մեղմ ձևով բացատրել, որ բերեք վերադառնանք Ստամբուլյան բանաձևին, դա այլևս խստագույնս ժամանակավրեպ է։ Ստամբուլյան բանաձևին անգամ չի համաձայնվել Ուկրաինան դեռ 2022 թվականի մարտին, ինչը 2026 թվականի հուլիսին պետք է համաձայնվի դրա։ Պատերազմը փետրվարի 24-ին էր սկսել։ Ստամբուլյան քննարկումները մի քանի օր հետո էր։ Այսօրվա իրավիճակն ու 22 թվականի մարտի իրավիճակը նույնն է։ Այն դեպքում, երբ որ այդ բանակցությունները Ռուսաստանը ցույց էր տալի իբրթե նախնական պայմանավորվեցինք, բարի կամք դրսևորեցինք, Կիևի մատույցներից զորքը հետ բերեցինք։ Բայց հետո պայմանավորվածություն ձեռք չբերեցիք։ Այդ ինչի է զորքը նորից առաջ չտարակ, կատաղած ձևով, ոչ, դուք չէիք կարողանում պահել այդ դիրքերը, ուզում էիք հետ բերել, ձեզ պետք էր բարի կամքի դրսևորում ցույց տալ։ Հետագայում ասիք, մեզ ուկրաինացիները խաբեցին։ Բա խաբեցին, ասեք, դե խաբել ես, դե հիմա տես։ Բա ինչի նորից առաջ չգնացիք, որովհետև չունեիք այդ ռեսուրսը։ Այո, եւ չմոռանանք, որ այդ ժամանակ չեմ ասում միայն իր ասելով դա եղավ, բայց իր ասելը շատ ծանրակշիռ էր, այն ժամանակվա վարչապետ Պահպանողական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի Բորիս Ջոնսոնը, որ շատ կատեգորիկ կերպով ասեց թիկունքիդ կանգնած ենք Զելենսկուն, հանկարծ չզիջես։ Եվ այնուամենայնիվ դա շատ օգտակար էր, շատ կիրառական էր, շատ պետքական էր, որովհետև ոչ բոլորն էին կողմնակից, որ Ուկրաինան չզիջի։ Եվ հիմա արդեն Տոկաևի ասացի առաջի մասը, որ պետք է այս պատերազմը դադարեցնել, հասկանում է, որ Ռուսաստանը պրոբլեմ ունի, հասկանալի է, բայց եւ ակնարկել, որ Ստամբուլյան բանաձևով է հարցը կարգվել, դա արդեն վաղուց իրատեսական չի։ Եվրամիությունը ներառել է Կուլևի նավթավերամշակման գործարանը Վրաստանում միակը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում ռուսական հումքի վերամշակման համար։ Սահմանափակումները, որոնք ենթադրում են գործարքների արգելք նավթավերամշակման գործարանի հետ, ուժի մեջ կմտնեն կես տարի անց, եթե ձեռնարկությունը չհրաժարվի Ռուսաստանից նավթի հետ գործառնություններից։ Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դեյվիդ Սալիվանը մատնանշում է ռուսական հումքի ներմուծման արգելքը եւ վրացական նավահանգիստներ տանկերների մուտքի սահմանափակումները պահպանելու Թբիլիսիի պարտավորությունները։ Դրանից հետո Վրաստանի իշխանությունները պարտավորվել էին ամբողջությամբ փակել Կուլևի նավահանգիստը պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավերի համար եւ դադարեցնել նավթի վերարտահանումը։ Այսինքն այդ խաղերը, որ Վրաստանը փորձում է Եվրոպայի հետ պայմանավորվել Ռուսաստանի հետ խաղեր տալ, հարմար առիթ է Ռուսաստանի հետ խաղեր տալու, Եվրոպան ասում է չի լինելու դա։ Եվ սա նաև Վրաստանին չի վերաբերում, սա նաև մեզ է վերաբերում։ Խաղեր տալը չի անցնելու, որտեղ այսօր Արևմուտքը պատերազմի մեջ է, խաղեր տալը չի անցնելու։ Նա էլ պարզ կանգնում ասում է, մեզ հետ ես, թե մեր դեմ ես։ Մենք այսքան տանջվում, չարչարում ենք Ռուսաստանի դեմ պայքարելով, մեր հարկատուները պրոբլեմներ են ունենում, խնդիրներ են լուծենում, իրանց գրպանից են վճարում։ Ես ամեն ինչ անում ենք, որ ինչ որ մեկը խաղեր տա շահույթ ստանա, չի լինելու։ Հայաստանն էլ եթե սենց խաղեր տվեց, վաղը Հայաստանի դեմն էլ են դնելու։ Այ ուրիշ օրինակը նայենք, որպեսզի իմանանք, որ դա մեզ էլ է վերաբերվում։ Իսկ հիմա նայենք Իրանի հետ կապված, որտեղ դա էլ մեզ համար ոչ պակաս պրոբլեմատիկ չի, մեր տարածաշրջանը խաղաղ չի այդ առումով։ Իրանի զինված ուժերի Խաթամ ալ-Անիբա կենտրոնական շտաբի պետ Ալի Աբդոլլահի։ Այս պահից սկսած մենք դա համարում ենք մարտադաշտում վերջնական եւ պաշտոնապես հայտարարված օրենք։ Իրանի Իսլամական Հանրապետության յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կսպանվի մեկ ամերիկացի զինծառայող։ Սա շատ ծանր, շատ դաժան եւ համարձակ հայտարարություն է, եթե իրանք իսկապես տրամադրվեն դրան, այո զոհեր կլինեն, ավերածություններ կլինեն, որովհետեւ կամ էլ հիմա իրանք են սպառնում Ամերիկային, որ իմացի Դոնալդ Տրամփ, եթե դու հիմա գնացիր դրան, զոհերն ավելացավ, ծախսերը ավելացավ, խնդիրը չլուծեցիր, դու քո երկրում ես խնդիր ունենալու։ Այ ոնց որ անդադ հիմա Տրամփն է շանտաժանում, սպառնում
Իրանին, հիմա Իրանն է արդեն սպառնում Ամերիկային, որ ասում է, տեսեք, ինչի համար եք տանում ձեր զինվորներին կոտորում, ինչի համար եք ձեր քաղաքացիներին կոտորում, նպատակը ձեր որն է, ինչ հարց եք ուզում լուծացնեք։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփ Իրանի մոտ շատ քիչ անօդաչու թռչող սարքեր են մնացել, ժամանակ առ ժամանակ նրանք ինչ-որ բան են արձակում, բայց նրանք շատ քիչ ունեն դրանցից։ Հիմա նորից ինքը Իրան հույս է տալիս, որ Իրանը այնուամենայնիվ քիչ է մնացել, դե քիչ է մնացել, ինչ ես առաջարկում, ճնշի, թող համաձայնեն, փաստաթուղթ ստորագրեն, մենք էլ խաղաղվենք, դուք էլ։ Այն մարդ ասում ես բոլորին, համոզում ես, որ Իրանը չի կարող պաշտպանվի, պաշտպանվում է, մարդիկ դա էլ են չէ տեսնում։ Հիմա իրանք կոնկրետ առարկայական ռազմի դաշտում տեսնեն ինչ ա կատարում, թե անդադ Թրամփի հայտարարությունը լսեն։ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զուլքադր ինչ է ասում։ Տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքային և ֆինանսական թիրախների դեմ հարվածները կշարունակվեն մինչև թշնամու լիակատար հանձնվելը։ Տարածաշրջանում ծխի յուրաքանչյուր սյուն խորհրդանշում է ԱՄՆ ռազմական անվտանգության կամ ֆինանսական կենտրոնի պարտությունը։ Զուլքադրը ընդգծել է, որ իրանական ուժերի կողմից շարունակական և թիրախային հարվածները ապստամբ իրանցի ժողովրդի զայրույթի մարմնացումն են և կշարունակվեն մինչև թշնամու լիակատար հանձնվելը։ Սա էլ հնչում է Իրանից։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի մենք չենք վախենում սպառնալիքներից, չենք զիջում ճնշմանը և չենք հանդուրժի սպառնալիքների լեզուն։ Մենք ունենք սկզբունքային քաղաքականություն և շարունակում ենք հետևել դրան։ Իրանի ժողովրդի պաշտպանությունը և Հորմուզի նեղուցում Իրանի շահերի ապահովումը մեր սկզբունքների շարքում են և մենք դրանք իրականացնում ենք։ Մինչև Իրանի ժողովրդի օրինական նպատակներն ու պահանջները բավարարվեն, բնական է, որ մենք կշարունակենք մեր ուղին։ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքերն այժմ շատ ավելի բարձր և ուժեղ են, քան անցյալում, և մենք այս պատերազմից դուրս եկանք ավելի ուժեղ և ապագայում այս փուլը կհաղթահարենք ավելի ուժեղ։ Սա է, որը որ բացարձակ մեր շահերից չի բխում, այս կոնֆրոնտացիան, այս լարվածությունը մեծանալը, բացարձակ, բացի այն, որ անկայուն է տարածաշրջանը, ցանկացած անկանխատեսելի բան կարող է տեղի ունենալ, բացի այն, որ կարող է մեր հարավային սահմանի հետ կապված խնդիր ունենանք, լոգիստիկ որոշակի հարցեր ունենանք, տեղից էլ գիտենք դեպ հյուսիսում ինչ պրոբլեմներ ունենք, նաև այն, որ եթե չխաղաղվեց, կասկածի տակ կդրվի լրջորեն Ամերիկայի հետ ծրագրեր Հայաստանի տարածքում, որովհետև Իրանը պարբերաբար սպառնում է բոլոր հարևաններին, ովքեր գործ ունեն Ամերիկայի հետ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ ասվում է. մենք կոչ ենք անում այն երկրների բոլոր քաղաքացիներին, որտեղ տեղակայված են ամերիկյան զինվորականները, հրատապ կարգով հեռանալ առնվազն 500 մետր հեռավորության վրա ամերիկյան զինվորականների տեղակայման վայրերից և քողարկված բազաներից, իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Ու բացի դրանից, Թեհրանը մի հատ էլ կոչ է անում տարածաշրջանի բոլոր բնակիչներին հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ԱՄՆ-ի բոլոր բազաների և զորքերի տեղակայման վայրերի մասին։ Հիմա մենք տեսնում ենք, թե այս պարագայում ինչ է տեղի ունենում։ Այո, այս ընթացքում նաև Իրանը ընդգծված ձևով Աբբաս Արաղչին ասում է, որ մենք բանակցում ենք պարբերաբար Ռուսաստանի հետ, Չինաստանի հետ և սերտ համագործակցում ենք եւ այլ, ցույց տալով, որ իրանք այո բարեկամ պետություններ են եւ դրա համար դրան զուգահեռաբար Դոնալդ Թրամփը հասկանալով, որ եթե Իրանը նման բան պնդում է, դա հրապարակային է ասում, իր երկրում էլ են մարդիկ լսում, ասում են չհասկացանք, այս ինչ ենք անում, բա մենք բացատրեց, որ այո, իրանք թեպետ լավ հարաբերություն ունեն Իրանի հետ, բայց զենք չեն տալիս Իրանին։ Հարցը մենակ զենքը չի, եթե պարբերաբար Դոնալդ Թրամփն էլ է խոսում, որ Ռուսաստան, Չինաստան կանգնած են Իրանի թիկունքին եւ Իրանն էլ է պարբերաբար ներկայացնում, որ նրանք կանգնած են իր թիկունքին, Դոնալդ Թրամփը ուզի թե չուզի, պետք է չմտածի խաղեր տալու մասին Ռուսաստանի հետ, այլ պետք է մտածի, որ Ռուսաստանի պարտության արդյունքում Չինաստանի հարցն էլ կլուծի, Իրանի հարցն էլ կլուծի։ Պարբերաբար այդ մասին ես ներկայացնում եմ, որովհետև դուք տեսնում եք, որ այնուամենայնիվ դեռ վերջնական են մտքի հետ Դոնալդ Թրամփը չի հաշտվում, որ բա որ հանկարծ Ռուսաստանին հաղթեն,
Բա որ Պուտինը չլինի, ինչ են անելու։ Չէ որ Պուտինը հավերժ է, Պուտինը դիկտատոր է, ինչքան ուզի այնքան կմնա։ Հո Պուտինն էլ Թրամփի նման չի, որ ժամկետը լռանա, ինքը մտածի 3-4 անգամ ելնելու մասին, հաստատ իմանալով, որ դա տեղի չի ունենալու։ Բայց միևնույնն է, Դոնալդ Թրամփը պետք է հաշտվի այդ մտքի հետ, որ աշխարհում խաղաղություն կլինի մի պատճառով, եթե ագրեսոր Ռուսաստանը պատժվի, Իրանը այլևս հիմա ոնց որ հիշատակում է Չինաստանի հետ, ենք լավ Ռուսաստանի հետ, ենք լավ հասկանա, որ դա այլևս անիմաստ է քննարկել, որովհետև ի վերջո դա բխում է նաև մեր շահերից, որովհետև այսօր Հայաստանի իշխանությունները որևէ միլիմետր անգամ վերանայելու ցանկություն չունեն Ռուսաստանի հետ իրանց հարաբերությունները, Նիկոլ Փաշինյանն վերջերս ասեց, թե ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ դրանից հետո մենք շահագրգռված ենք հարաբերությունները լավացնելու Ռուսաստանի հետ, ցանկացած պրոյեկտ ինքը կապում է Ռուսաստանի հետ, անգամ թրիփը կապելով Ռուսաստանի հետ, տեսակ թրիփի արդյունքում Ռուսաստանին ավելի մոտեցանք, ել չենք խոսում այն մասին, որ կոնցեսիոն պայմանագրով երկաթգծի հետ կապված այն երկու հատվածները Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստանն ասել է ես կանեմ, այսինքն այդտեղ էլ Ռուսաստանը խաղից դուրս չի, բացի այդ հարցը առաջանում, որ թրիփը, որ Հայաստանի տարածքով անցնելու պարագայում միևնույն է մենք գտնվելով ԵԱՏՄ տարածքում գործելու ենք ԵԱՏՄ օրենսդրության շրջանակներում, այսինքն էլի չենք ազատվելու Ռուսաստանից։ Ներողություն։ Ու դրա համար մենք երևի բոլորից շատ ենք շահագրգռված, որ այս իրավիճակում մենք տեսնենք, որ Ռուսաստանը այլևս մահօկենաց կռիվ չի տալու, որպեսզի Հայաստանի վրա իր ազդեցությունը պահպանի, որտեղ ինքը ի սկզբանե, երբ որ Ուկրաինայի վրա հարձակվում էր, իր բոլոր նպատակներից ոչ մեկը չի կատարվել։ Եթե Հայաստանի հետ կապված նպատակը կատարվում է դեռ, դա նրանից է, որ Հայաստանից նպաստում են դրան, որովհետև ինքը ցանկանում էր ապառազմականացնել Ուկրաինան, չկարողացավ, ինքը ցանկանում էր իշխանությունը փոխել, չկարողացավ, աղոացով ռուսամետ ուժերը պետք է իրան դիմավորեին, ընդհակառակը բոլորով համախմբվեցին պայքարելու, ինքը ցանկանում էր, որ ՆԱՏՕ-ն չընդլայնվի, բերեց սահմանը 1100 կիլոմետր ավելացրեց ցամաքային Ֆինլանդիայով, ծովայինն է Շվեդիայով ավելացրեց իր գլխին փորձանք սարքելով, եւ բացի դրանից ինքը ազդեցություններ ուներ Սիրիայում կորցրեց, Մոլդովայում հիմա շուտով կկորցնի, որովհետև Եվրամիության անդամության հետ կապված մանավանդ որ խնդիր է դրված նաև ասում կարող է Մոլդովան Ռումինիայի հետ միանա, Ռուսաստանը այդ քաշը հիմա չունի, որ վաղը մտածի հիմա էլ մեծ դնեստերի համար կռիվ տա։ Վաղը մյուս օրը կորցնելու է Աբխազիա հարավային Օսիա, դրա համար էլ Լացուկոցը դրած ասում Վրաստանը թող պայմանագիր կնքի, որ հանկարծ չհարձակվի, ինքը մտածում էր, որ Ուկրաինան գրավելուց հետո հաջորդը Հայաստանն է, այստեղ էլ էին այդպես միամտաբար կարծում, բայց հիմա Ուկրաինան կռվում է եւ հաջորդը Հայաստանը չի։ Այսինքն ինքը բոլոր ուղղություններով կորցրեց։ Ավելին Աֆրիկայում է կորցնում, ժողովուրդ ջան։ Աֆրիկայում ինքը զորախմբեր ուներ, տարբեր երկրներում ազդեցությունը իր տարածում էր, տարբեր երկրների դիկտատորներին օգնում էր Աֆրիկյան։ Ուկրաինացիք զորք են ուղարկում այնտեղ, գնում են ճնշում են ռուսներին Աֆրիկայում։ Աֆրիկայից էլ են դուսանում Ռուսաստանին, էլ ինչ անեն, որ հասկանա։ Կորցրեց ազդեցությունը Վենեսուելայի վրա, կորցրեց ազդեցությունը Կուբայի վրա, կորցրեց, ինչ թողեց, ինքը այն նախնական 2022 թվականի իր պահանջից մինչև 2026 թվականի այս վիճակը, ինչ ունեցավ, բացի իր երկրի տնտեսությունը քայքայելուց, բացի այն աշխարհի առաջ խայտառակ ելնելուց, որ աշխարհի երկրորդ բանակն է, բացի այդ, որ դու հարձակողական պատերազմ ես մղում, թալանի պատերազմ ես մղում, գնում ես ուրիշի երկրի 20%-ը գրավում, հետո դու ես կործանվում։ Բա ուրիշ երկրները, որ գնում են թալանում են, թալանը բերում են իրանց երկիրը զարգացնում են։ Բայց քո թալանի պատերազմի իմաստը ո՞րն է, որ այդ թալանի պատերազմի ընթացքում դու սնանկանաս, այդ ընթացքում է երկրիդ հսկայական տարածքներ տաս Չինաստանին, որպեսզի կարողանաս գոյատևես, անտառից սկսած, ջրից սկսած դնեն տանեն, ինչ էլ ուզենան տանեն, ինչ գործարանել ուզենան վերցնեն, ինչ անեն։ Այսինքն այս ամեն ինչը պարբերաբար մենք պետք է անդրադառնանք ժողովրդյան, որովհետև սրանով է պայմանավորված նաև Հայաստանի ապագան։ Հայաստանի ներսում երբ որ շատ շատերն ասում են, որ Ռուսաստանը չի պարտվի,
ես այն սերունդի ներկայացուցիչն եմ, որը տեսել է ինչպես է խորհրդային միությունը փլուզվել, չէ՞։ Իսկ 88 թվականին, երբ որ դուրս էինք եկել գետի պես փողոց, այդ չափի մարդ էլ երբեք անկախ Հայաստանի ժամանակ փողոց դուրս չի եկել։ Այդ ժամանակ խորհրդային միությունը 88 թվին ավելի թույլ չէր, քան 2026 թվականի Ռուսաստանը։ Այն դեպքում, երբ որ խորհրդային միության քանդվելու մասին ընդհանրապես որևէ մեկի մտքով չէր անցնում, իսկ այսօր Ռուսաստանի պարագայում մենք նախադեպ ունենք, որ խորհրդային միությունն ավելի հզոր քանդվեց մեր աչքի առաջ։ Այսինքն մենք տեսել ենք ինչա տեղի ունենում, իսկ խորհրդային միության ժամանակ մենք չենք մտածել, որ նա պետք է քանդվի, բայց մարդիկ փողոց են դուրս եկել։ Այո, փողոց են դուրս եկել, որ հանրային հեռուստաընկերությունով կենտրոնական հաղորդում էին, որ Հայաստանում սովետական տանկերի դեմ նռնակներ են նետել, եւ մարդիկ էստեից ասում են, այո, ճիշտ են ասում, MՇ-31K մակնիշի նռնակ, ասում են, այդ ի՞նչ նռնակ է, մածունի շիշ 31 կոպեկ։ Այդ այն էր, որ մոլոտովի կոկտեյլ էին պատրաստում մածունի շշով եւ շպրտում էին տանկերի վրա, այդպես են դուրս եկել։ Այդ այն սերունդն է, որը տոտալիտար խորհրդային միության ժամանակ ապրել է։ Եվ այսօր, լա ես չեմ ասում 91 թվականի հարակվեին, թե ինչքան մարդակավյարք է։ Ես ասում եմ լա 88 թվականի, որ դուրս էին եկել ուղակի այդ բիրտ ուժի դեմ դուրս էին եկել։ Չէին վախենում, թե ինչ կլինի։ Իսկ այսօր ասում են, բա չեք մտածում ռուսներն ինչեր կանեն։ Ոչ, այդ մեր վախն են մեր դեմ օգտագործում, որովհետև տեսնում են, որ մեր մեջ իրանց շահերը սպասարկողները բավական շատ են։ Ուզում ենք, որ այդ մարդիկ գոնե հասկանան, որ իրականում իրանք խորը թյուրիմացության մեջ են։ Այդ անպարտելիության գաղափարը, որ ասում են, որ դա կա, դա տենց բան չկա։ Ու պետք չի մտածել, որ այս նոր սերունդը, որը ծնվել է անկախության ժամանակ, այս նոր սերունդին վախացնել, դուք չգիտեք Ռուսաստանն ինչքան ուժեղ է։ Ավագ սերունդը տեսել է խորհրդային միությունն ինչքան ուժեղ է։ 22-ը 4 միլիոն քառակուսի կիլոմետր, 17-ը 2-ի փոխարեն։ Մոտ 300 միլիոն բնակիչ վերջի մարդահամարով։ Այսօր Ռուսաստանում 140 միլիոն գրած է, իրականում հաստատ այդքան չկա, եթե չասենք առնվազն մի 10%-ն է դուրսը։ 10 միլիոն դուրս եկած լինի, բայց ավելի շատ է դուրս եկած։ Այդ ինչ ռեսուրսի մասին եք խոսում, այդ ինչ ուժի մասին եք խոսում։ Ուժերի հարաբերակցությունը խորհրդային միություն Ամերիկա եւ այսօր Ռուսաստան Ամերիկա նայեք։ Այդ չեմ ասում ՆԱՏՕ-ի մասին։ Այսինքն սա հատկապես վերաբերվում է մեզ։ Մենք պետք է գործենք առանց սխալվելու իրավունքի, որովհետև մեր սխալը կարող է պետականություն արժանալ։ Մենք տեսնում ենք, որ այս խաղերը, այս մանևրները բոլորին հասել, մեկը կանգնում ասում խոստացել ես չես անում, սանկցիա կկիրառեմ, իսկ մենք փաստի առաջ ենք կանգնում։ Մենք պետք է լուրջ հաշվարկած, կշռադատված իմանանք։ Բոլորին հասելու դեպքում բոլորն էլ քեզանից նեղանում են։ Դրա համար կա մի ձև, ճիշտ ձևով քո սկզբունքը ընտրես, ճիշտ ձևով քո ճանապարհը ընտրես եւ այդ ճանապարհով գնաս։ Չեն սիրի քեզ, սերը ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքագիտական կատեգորիա, բայց կհարգեն քո պետական շահերը պաշտպանելու համար։ Իսկ մեր երկրի ապագան, ինչպես նախկինում եմ ասել, այնպես էլ հիմա Եվրամիության անդամակցությունը, հիմա առավել եւս, որտեղ դրանով կլուծենք նաեւ անվտանգային հարց։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։